Հենց ինքերներ նախքան կոյալենք հաջորդ գեղեցիկ երաժշտական կատարումը, ուզում եմ նշել, որ այս գործն առանձնանում է իր վիրտուոզ բնույթով, ազգային ռիթմով եւ բարձր էներգիայով։ Մի փոքր անդրադարձ էլ կատարենք նաև կլարնետ գործիքին։ Ինչպես գիտենք, կլարնետը փողային գործիք է, որը հայտնի է իր հարուստ եւ բազմազան հնչողությամբ։ Ստեղծվել է 1710-ական թվականներին Գերմանիայում Յոհան Քրիստոֆեր Դեների կողմից։ Այն կարող է նվագել ամենացածր բասային հնչյուններից մինչև ամենաբարձր հնչյունները, ունենալով շատ լայն դիապազոն։ Կլարնետը լայնորեն օգտագործվում է ինչպես դասական եւ ջազային երաժշտություններում, այնպես էլ ռազմական նվագախմբերում։ Դե ինչ, ռոմանս Միշել Մանգանի։
Շնորհակալություն մեր Մանուային։ Մենք շարունակենք մեր ծրագիրը։ Այս պահին վայել ենք աշխարհահռչակ ստեղծագործություն, որը գրեթե յուրաքանչյուր երաժիշտ լսել կամ կատարել է։ Այն սկզբում գրված է եղել ցիգանական նվագախմբի եւ դաշնամուրի համար։ Չարդաշը ավանդական հունգարական պարային ձև է։ Մոնթին իր ստեղծագործության մեջ համադրել է երկու տրամադրություններ, ստեղծելով հուզիչ եւ վիրտուոզ գործ, որը ցուցադրում է թե զգացմունքայինությունը եւ թե տեխնիկան։ Դե տեսնենք, թե ինչպես կփոխեն տրամադրությունը մեր դահլիճում մեր երկու երաժիշտները։ Չարդաշը Վիտորիո Մոնթի։
երաժշտական կատարումների համար։ Սերի ներկաներ, սերի հյուրեր, նախքան առաջ անցնելը ուզում եմ նշել, որ մեր փոքրիկը իր առաջին քայլերը սկսել է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։ Եվ այսօր բեմը նվիրում ենք ոչ միայն երաժշտությանը, այլև այն մարդկանց, ովքեր հավատում են երաժշտական կրթության ուժին։ Սիրելի տնօրենը այն մարդն է, ով իր հոգատարությամբ, նրբությամբ և անսահման նվիրվածությամբ մշտապես կանգնած է դպրոցի մանկավարժների և աշակերտների կողքին։ Իսկ այս պահին ես ուզում եմ նշել, որ նա այստեղ է իր ներկայությամբ ոգևորելու և ոգեշնչելու մեր Մենոային։ Ուստի սիրով բեմ եմ հրավիրում Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Շահանե Մանուկյանին։ Բարև ձեզ։ Այս համերգը Մենոան նվիրում է իր առաջին ուսուցչին Կարեն Ստեփանյանին, բոլորիս կողմից հարգված և սիրված մի մարդու, ով անմնացորդ նվիրված էր իր աշխատանքին, իր դպրոցին և իր հրազդանին։ Այս տարի Կարեն Ստեփանյանի աշխատանքը շատ բարձր գնահատականի արժանացավ ամբողջ Հայաստանում։ Նրա մասին խոսեցին, նրան ճանաչեցին։ Մենոայի հետ մեկտեղ նրանք մասնակցեցին 4 փառատոների 9 անվանակարգերում՝ շվի, կլարնետ, սաքսոֆոն, և ամենուրեք նրանց սպասում էր հաջողություն, նրանք արժանացել են առաջին կարգի մրցանակի, և իհարկե ամենաբարձր մրցանակը դա Գրանպրին է, ներեցեք։ Մենք հպարտ ենք, որ նման մարդու հետ ենք աշխատել, որ նման մարդը մեր դպրոցում է աշխատել, մեր սրտերում է նա միշտ, մենք նրան միշտ կհիշենք։ Իսկ Մենոային մաղթում ենք, որպեսզի աշխարհի մեծ բեմերից նա հնչեցնի իր ուսուցչի, իր սիրելի ուսուցչի Կարեն Ստեփանյանի անունը, նրա գործը կշարունակեն իր աշակերտները, և մենք դեռ կհպարտանանք Մենոայով, և մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մենոայի ծնողներին Կարեն Ստեփանյանի երազանքը իրագործելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաև ձեզ, Տիկին Մանուկյան։ Սիրելի հանդիսատես, յուրաքանչյուր հաջող բեմական ելույթի ետևում կանգնած է ոչ միայն տաղանդը, այլև աներևույթ, բայց անչափ պատասխանատու աշխատանքը։ Մենոայի կողքին այս մենահամերգին կանգնած է դաշնակահարուհի մեկ այլ դպրոցի, Առնո Բաբաջանյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի նվիրյալ մանկավարժ Քնարիկ Գրիգորյանը, ով իր ուսերին է վերցրել նվագակցողի պատասխանատու և զուտ աշխատանքը։ Այսօր բեմում միասին են ոչ միայն երկու երաժիշտներ, այլ նաև ընկերներ, ովքեր միավորված են արվեստի նկատմամբ նույն սիրով։ Նա այն եռյակ դաշինքի անբաժանելի մասն է, որ կազմել էին Մենոան, Վարպետ Ստեփանյանը և ընկեր Գրիգորյանը, ստեղծելով փոխաջակցության, հարգանքի և իսկական ստեղծագործական համագործակցության օրինակ։ Նրանք միասին բեմում են ոչ միայն որպես կատարողներ, այլև համահունչ սրտերի զարկոցներ, որոնցով էլ միավորվում է երաժշտության կախարդական ուժը։ Վայելենք ընկեր Գրիգորյանի և այս անգամ արդեն փոքրիկ սաքսոֆոնահար Մենոայի երաժշտական հաջորդ կատարումները՝ Summertime, Ջորջ Գերշվին և La Comparsita, Ջերարդո Մաթոս Ռոդրիգես։
Շնորհակալություն գեղեցիկ կատարման համար։ Վայել ենք հաջորդ երաժշտական համարը։ Վայս Դմիտրի Շոստակովիչ։ Շնորհակալություն փոքրիկ հրաշքանոց։ Սիրելի ընկերներ, ինչ մենուան պատրաստվում է հաջորդ երաժշտական համարին, եկեք մենք էլ ծանոթանանք այն գործիքի պատմությանը, որը նույնպես շատ հոգեհարազատ է մենուային՝ սաքսոֆոն։ Իսկապես եզակի գործիք է։ Այն ստեղծվել է բելգիացի վարպետ Ադոլֆ Սաքսի կողմից 1840-ական թվականներին։ Այն իր մեջ ներառում է փողային և փայտյա գործիքների լավագույն հատկանիշները, ստեղծելով յուրահատուկ էներգետիկ հնչողություն, որը կարող է միաժամանակ լինել նուրբ ու մեղմ, ինչպես նաև հզոր ու ճկուն, արտահայտելով բազմաթիվ հույզեր։ Այն լայն տարածում ունի ջազ, բլուզ ժանրերում, բայց նաև մեծ է կիրառումը դասական երաժշտության մեջ։ Հուսամ այս փոքրիկ պատմությունը և մեր մենուայի կատարումները կօգնեն ձեզ նորովի ճանաչել ու բացահայտել այս գործիքը։ Իսկ հաջորդ կատարումը, որ պիտի վայելենք, գրվել է 1974 թվականին Աստոր Պիացոլայի կողմից։ Աշխարհահռչակ կատարումը համարվում է տանգոյի զարգացման պատմության կարևորագույն շրջադարձային կետերից մեկը, որով համադրվում են արգենտինական տանգոն և ջազային ու դասական երաժշտության տարրերը, ստեղծելով նոր ուղղություն, նոր տանգո, լիբեր տանգո։
խոսքերին ավելորդ են նկարագրելու համար 9-ամյա տաղանդի վարպետությունը։ Բրավո, շնորհակալություն գեղեցիկ կատարումների համար։ Ծելի ընկերներ, ծելի հարազատներ, շարունակում ենք մեր համերգային ծրագիրը։ Վայելեցինք Մենուայի տարբեր գործերը և այս բեմում Մենուայի հետ մեկտեղ անտեսանելի և անսահման զգալի ներկայությամբ կանգնած է վարպետը։ Մարդ, ով ծնողի պես հարթում էր Մենուայի երազանքի լուսավոր ճանապարհը։ Եվ որքան կնվագի Մենուան, այնքան հավերժ կլինի իր վարպետը։ Վարպետի և աշակերտի կապը երաժշտության, սիրո և հավատի կամուրջ էր, հնչող անխոս երկխոսություն։ Համերգային ծրագիրը կազմակերպվել և անցկացվում է այնպես, ինչպես կցանկանար Կարեն Ստեփանյանը։ Վարպետի համար երաժշտական անսահմանության մեջ իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունն է ունեցել մի ստեղծագործություն, որի անվանումն էլ հենց Կարեն Ստեփանյանի առաջարկով ու խորհրդով դարձել է համերգային ծրագրի խորագիրը՝ Մտորում, երբ երաժշտությունը դառնում է ինքնաճանաչողության և բացահայտման աղբյուր։ Մտորում, Ռոբերտ Պետրոսյան։ Այս է շանտարոշնեն տմագի Համոզված եմ, որ այս բոլոր հաղթանակները Մենուան նվիրում է իր դասատուի մանկավարժին, ով մեր լավ ընկերն է, Ռազդանի Խաչատրյանի Աստվածով ոգի ուսավորի և շնորհավորում եմ Մենուային համոզված, որ վերևից ինքը ևս արդեն մեկ հրեշտակ ավելացավ իր կյանքում։ Նարիկ Գրիգորյան, բրավո, ավելի բարձր ու ջերմ ծրապեր ենք նվիրում մեր տաղանդաշատ երաժիշտների, շնորհակալություն գեղեցիկ ստեղծագործությունների համար։ Մեր կյանքի յուրաքանչյուր
հույս, էմոցիա հնարավոր է իհարկե արտահայտել երաժշտության միջոցով, ինչն էլ այսօր վարպետորեն կատարեցին մեր երաժիշտները։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր փոքրիկ մենուային եւ իհարկե դաշնակահորուի Քնարիկ Գրիգորյանին ծափերը կրկին չկնային։